Ամենաշատը դեռահասների ծխելը, ոչ միայն ծխելու, հա, արդեն ուրիշ բաներ էլ ա գնում, հա, մենակ ծխելը չի, ավելի խոր բաներ կա, որ պետք է դրանով զբաղվի։ Այդ փոքրուց է պետք այդ դաստիարակությունը ու ծնողներից սկսած, հա, որ ծնողները անգամ թերանում են այդ գործում, շատ։ Քաղաքացին շատ ճիշտ է, այսօր մեր երեխաները կանգնած են նոր, շատ ավելի վտանգավոր սպառնալիքի առաջ, թվային թմրանյութերի շուկայի։ Տելեգրամի փակ ալիքներում, կեղծ անուններով հազարավոր էջեր ամեն օր առաջարկում են թմրանյութեր հասցեներով, այսպես կոչված դրոփերով, նույնիսկ առաքմամբ։ Հայաստանում իրավապահների տվյալներով վերջին տարիներին արձանագրվել է թմրամիջոցների շրջանառության կտրուկ աճ եւ առավել մտահոգիչ է ներգրավվածների շրջանում անչափահասների աճող թիվը։ Սա այլևս ոչ թե առանձին դեպքեր են, այլ համակարգային վտանգ։ Այս պայմաններում պետությունը պարտավոր է գործել կտրուկ։ Հաջորդ ազգային ժողովը պետք է ընդունի 3 հիմնարար որոշում։ Առաջին պետք է սահմանել խիստ թվային վերահսկողություն եւ պարտադրել թվային հարթակներին փակել թմրանյութ տարածող ալիքները իրավական պատասխանատվությամբ։ Երկրորդ պետք է սահմանափակել անչափահասների հասանելիությունը սոցիալական ցանցերին եվրոպական մի շարք երկրների օրինակով։ Երրորդ պետք է ներդնել վաղ կրթական եւ ծնողական պատասխանատվության ծրագրեր։ Երեխային պետք է պաշտպանել ոչ միայն փողոցում, այլ առաջին հերթին նրա հեռախոսի ներսում։ Երեխայի հեռախոսը դարձել է թմրանյութերի շուկա։ Պետությունը պարտավոր է փակել այն հիմա, օրենքով եւ անհապաղ գործողությամբ։